Գիրք ծննդոց, գլուխ 44։ Եվ իր տանը վերակացուին հրամայեց ասելով. այս մարդկանց քսակները լցրու ուտելիքով, որքան որ կարողանան տանել, եւ ամեն մեկի փողը իր քսակի բերանումը դիր։ Եվ իմ բաժակը, արծաթի բաժակը դիր փոքրի քսակի բերանումը, եւ իր պաշարի փողն էլ։ Եվ նա այդ խոսքի համեմատ արավ, որ Հովսեփն ասեց իրան։ Եվ առավոտը լուսացավ, եւ մարդիկը ճանապարհվեցան, իրանք եւ իրանց էշերը։ Նրանք քաղաքից դուրս եկած դեռ չէին հեռացել, որ Հովսեփն իր տան վերակացուին ասեց. «Վեր կաց այն մարդկանց ետևից վազիր, եւ նրանց հասիր եւ ասա նրանց. ինչու չարհատուցրիք բարիի փոխարեն։ Սա այն չէ, որով իմ Տերը խմում է եւ հմայում է նրանով։ Դուք չարություն արիք ձեր այսպես անելովը»։ Եվ նա հասավ նրանց եւ ասեց նրանց այն խոսքերը։ Եվ ասացին նրան. «Ինչու է իմ Տերը այսպիսի խոսքեր խոսում, քավ լիցի, որ քո ծառաները այդպիսի բան անեն։ Ահա այն փողը, որ գտել ենք մեր քսակների բերանում, Քանանի երկրիցը քեզ ետ դարձրինք, եւ ինչպես կգողանանք քո տիրոջ տանից արծաթ կամ ոսկի։ Քո ծառաներիցն որի մոտ որ գտնվի, թող նա մեռնի, եւ մենք էլ տիրոջս ծառաները լինենք»։ Եվ նա ասեց. «Հիմա հենց թող ձեր ասացի պես լինի, որի մոտ որ գտնվի, նա ինձ ծառա լինի, իսկ դուք անպարտ լինիք»։ Ուստի ամեն մեկը շուտով իր քսակը կետին է իջեցրեց, եւ ամեն մեկն իր քսակը բացավ։ Եվ նա մեծիցն սկսեց պտրտել, եւ մինչև փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենյամինի քսակի մեջ գտնվեցավ։ Այն ժամանակ նրանք իրանց հանդերձները պատառեցին, եւ ամեն մեկն իր էշը բեռնեց եւ ետ դարձան քաղաքը։ Եվ Հուդան եւ նրա եղբայրները Հովսեփի տունը եկան, եւ նա տակավին այնտեղ էր, եւ նրա առաջին գետին ընկան։ Եվ Հովսեփն ասեց նրանց. «Այս ինչ բան է, որ արիք, դուք չգիտեք, թե ինձպես մի մարդ անպատճառ կհմայե»։ Եվ Հուդան ասեց. «Ինչ ասենք իմ տիրոջը, ինչ խոսենք կամ ինչպես արդարացնենք մեզ։ Աստված բռնել է քո ծառաների հանցանքը, ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ նա էլ, որի մոտ բաժակը գտնվել է»։ Եվ նա ասեց. «Քավ լիցի, որ ես այդպես անեմ։ Միայն այն մարդը, որի մոտ բաժակը գտնվել է, նա ինձ ծառա լինի, եւ դուք խաղաղությամբ ձեր հոր մոտ վեր գնացեք»։ Այն ժամանակ Հուդան մոտեցավ նրան եւ ասեց. «Օհ, Տեր իմ, խնդրեմ, թող քո ծառան մի խոսք խոսե իմ տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վրա քո բարկությունը չբորբոքվի, որովհետեւ դու փարավոնի պես ես»։ Իմ Տերն իր ծառաներին հարցրեց ասելով. «Հայր կամ եղբայր ունիք»։ Եվ մենք ասացինք մեր տիրոջը, թե մի ծեր հայր ունենք, եւ նրա ծերության մի պստիկ որդին, եւ նրա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մորից, եւ նրա հայրը սիրում է նրան։ Եվ քո ծառաներին ասեցիր, ինձ մոտ իջեցրեք նրան, որ աչքովս տեսնեմ նրան։ Եվ մենք տիրոջս ասեցինք. տղան չի կարող ձգել իր հորը, որովհետեւ եթե իր հորը ձգելու լինի, նա կմեռնի։ Եվ դու քո ծառաներին ասեցիր. եթե ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնե, իմ երեսը էլ մյուս անգամ չտեսնեք։ Եվ եղավ, երբ որ վեր գնացինք քո ծառա իմ հոր մոտ, իմ տիրոջ խոսքերը պատմեցինք նրան։ Եվ մեր հայրն ասեց. գնացեք դարձյալ մեզ համար մի քիչ կերակուր ծախու առեք, եւ մենք ասեցինք. չեն կարող իջնել։ Եթե մեր կրտսեր եղբայրը մեր հետ լինի, այն ժամանակ կիջնենք, որովհետև չենք կարող տեսնել այն մարդի երեսը, եթե որ մեր կրտսեր եղբայրը մեր հետ չլինի։ Եվ քո ծառա իմ հայրն ասեց մեզ. դու գիտեք, որ իմ կինը 2 որդի ծնեց ինձ համար, եւ մեկը մոտիցս ելավ, եւ ես ասեցի. անպատճառ գազանից գիշատվել է, եւ մինչև հիմա չտեսա նրան։ Եվ սրան էլ եք առնում իմ առջևից, եւ նրան մի փորձանք կպատահի, եւ իմ սպիտակ մազերը տրտմությունով գերեզմանը կիջեցնեք։ Եվ արդ, երբ որ քո ծառա իմ հոր մոտ երթամ, եւ տղան մեր հետ չլինի, եւ ըստ որում նրա հոգին այդ տղու հոգու հետ կապված է, անպատճառ հենց որ տեսավ, թե տղան չկա, կմեռնի, եւ ծառաներդ քո ծառա մեր հոր սպիտակ մազերը ցավով գերեզմանը կիջեցնենք։ Որովհետև ծառատ այդ տղու համար իմ հորը երաշխավոր եղա ասելով. եթե ես նրան քեզ մոտ չբերեմ, իմ հորը հավիտյան հանցավոր լինիմ։ Եվ հիմա աղաչեմ, թող ծառատ այդ տղու փոխարեն իմ տիրոջը ծառա մնա, եւ տղան իր եղբայրների հետ գնա, որովհետև ինչպես վեր գնամ իմ հոր մոտ, եթե տղան ինձ հետ չլինի։ Միգուցե տեսնեմ այն չարիքը, որ պատահելու է իմ հորը։